Նայենք միասին գովազդ, որի մեջ Արամ Էմպետրինա բոլորիս կողմից սիրված ու Սիրասունի Վիկանա որոշ մարդկանց կողմից սիրված։ Ինչ ես քեզ թույլ տալիս։ Rocket line ունեմ, թույլ եմ տվել ինձ ավելի։ Համաչեք ընկերներ, այ տենց եք նայում մեր աստղերին, արտիստներին, որ Արամ Էմպետրին այսօրով պետք է ապառիկով հաց ուտի ռեստորանում։ Արա պրոստը ապառիկով հաց ուտել, դա մի քիչ Արամ Էմպետրի Արամ Էմպետրու արած բան չի ջոգում ես, ապառիկով հաց կարա ուտի Արամ ջպեգը ջոգի խոսքի։ Արա ջոգում ես ID բանկը մտածել է, որ այս ռեկլամը նայելով մարդիկ sense կնային, ասեն, արա տաղանդաշատ Արամ Էմպետրին որ վարկով ռեստորանում հաշիվ է փակում, ուրեմն դա տոշնի է, բերեք մենք էլ դից անենք։ ID բանկ ջան, հələ նայեք ձեզ ինչ գազան ռեկլամի միտք են բերել, նայ։ Բերթում է տեղի ունենում, ուրեմն։ Ոչմ մի հատ զակլյուչոնի մոտիկանում է մյուսին, ասում է գումար խաղանք ապե։ Էնի ասում է փող չունեմ, բան։ Ասում է ոնց փող չունես։ Թույլ տուր քեզ ավելին, ուտե մտնում է ջոգի Rocket Line-ը։ Լավ բան եմ, չեմ մտածել։ Արա կամ խոսք էլի ինչ գազանություն եմ մտածել։ Այն որ փդացներ կան, այն որ Telegram-ում ապե բան վադ է մի բան գրգի բան։ Ջոգի այ մի հատ տենցին եք ճարում խոսքի։ Տենց բան բարգին ինչ որ բան ա գրգում, ապե վադ է մելի փող չունեմ մի բան գրգի, ու այդ է բան բարգին Rocket Line-ի ջոգի բանը։ Արա ինձ կդրտում են այդ բանկերը, որ կազինոների պրինցիպներն են օգտագործում։ Խաղարկվում է 10 հատ 1 միլիոն դրամ, եթե QR-ով հաջորդ ինձ 100 հատ է free spin-եք հա ձերի տալի։ Այ եւ վերջում ընկերներ։ Կապ չունի ով է ջոգի ռեկլամի մեջ։ Արամ Էմպետրին, Հռոմի Պապը, ով ուզում է ալնի ջոգում ես, ռեստորանում հաշիվը ապառիկով, վարկով փակելը, այդ ֆինանսական անգրատ տուպոյություն է, հասկանում եք դու։ Ես ձեր տեղ ելնեի կջնջեի այդ ռեկլամը։ Նայիր, դուրդ եկավ, դե մի հատ լայք, մի հատ ֆոլ։ Սխմի,